Վայ, էս թվում 9 երեխա, հաստատ 9-ն էլ մի մարդուց, ասում եմ, հա, խի, էտես բան հնարավոր չի։ Աշխատանքը բաժանված է։ Արմենը, Նարեկն ու Արթուրը փայտն են բերում։ Տան գործերը Ռիտան է անում։ Մեծ տղան Սիսիանում է աշխատում։ Աղջիկներից մեկն ամուսնացած է, մյուսը Երևանում է սովորում։ Փոքրերը Նոնան ու Նունեն մանկությունն են վայելում։ Վիոլետա Ազարյանը կյանքի երկար ճանապարհ է անցել ու հիմա ընտանիքի հետ եկել հասել է Սիսիանի Նժդեհ գյուղ։ Այն ժամանակվա տատիկներն ասում էին, չէ, որ այ մենք պատերազմ տեսանք, սով տեսանք, էս տեսանք, Աստված ոչխանի տուքեր տեսնանք, անցնենք դրա մեջով։ Ես կրկնակի եմ անցել։ Նժդեհը Վիոլետայի կյանքի 5-րդ կանգառն է։ Ծնվել է Շահումյանի շրջանում։ 90-ականների տեղահանումից հետո վերաբնակեցվել է Սիսիանում։ Ընտանիք է կազմել։ 2011 թվականին տեղափոխվել Արցախ։ 44-օրյա պատերազմի ժամանակ նորից տեղահանվել է ու եկել Նժդեհ։ Զակատը անում ենք հիմնականում օջախի վրա, ամառը։ Օջախը վառում ենք մեծ կասնունկաներով, 200 կիլո պամիդոր ենք առնում, բադարջան ենք առնում, որ խավիարնա եւ այլն, անում ենք։ Հետ կվերես, չոր։ Վիոլետան մինչև Արցախ տեղափոխվել է Նժդեհում է ապրել։ Իր բացակայության ընթացքում գյուղում շատ բան է փոխվել։ Ընդհանրապես ավտոբուս չի գալիս գյուղը, խանութ չկա ընդհանրապես գյուղում, բուժկետ չկա, կարող ամիսը մի անգամ մեր քույրը այցելություն կատարի, էներ զանգելու ասի, հա Վիո ջան, ինչ կա, երեխեքը լավ են, ասում եմ, հա, հիվանդ չեք, ասում եմ, չէ, դե ելքամ ինչ անեմ, պտի ձերտունք եմ։ 20 տարի առաջ գայիր, գյուղի սկզբից միջև ցողունին լիքը երեխեք են եղել, շատ։ Երբեմնի անհոգ ու լիքը գյուղում հիմա 33 մարդ է գրանցված։ 44-օրյա պատերազմից առաջ 100-ից շատ էին։ Թվում էր թե ժամանակ ավելի լավ էր կյանքը, բայց ինչքան հարցերը լուծում ենք, այնքան ոնց որ թե մարդկանց համար ավելի է դժվարանում։ Պատերազմն է, թե ինչն է, պատճառը չեմ կարող ասեմ։ Նժդեհ եւ Ցղունի առանձին սահմաններ չունենք, Նժդեհ եւ Ցղունի Գեղամ Օհանյանը Նժդեհի 20 տարվա գյուղապետն է։ Սիսիանում է ապրում, իսկ նրա անասնաբուծական ֆերման Նժդեհում է։ Նժդեհ գյուղն է, սա Ցղունի գյուղն է, իրարից 1 կիլոմետր հեռավորության վրա, դպրոցը կենտրոնում է գտնվում, այս դեղին գույնով ներկվածը միջհամայնքային տարածքն է, շատ բան է փոխվել, համ լավ տեսանկյունից, համ էլ վատ։ Լավից կարամ ասեմ, որ մեր ճանապարհներն են բարեկարգվել, խմելու ջրի 50%-ով հարց ենք լուծել, փողոցային լույսեր, ինչ որ հարցեր լուծվել է։ Վատը այն է, որ ասենք գյուղից ահագին բնակիչներ դուրս են եկել, արտագնա աշխատանքի եւ քաղաքներ են մեկնել։ Նժդեհում եւ կողքի Ցղունի գյուղում 24 արցախցի է հաստատվել։ 2023 թվականին Արցախից տեղահանվածներին պետությունը 5 միլիոն դրամ է առաջարկում տնավորվելու համար։ Գյուղում տները 1-2 միլիոն արժեն, բայց ապրելու պիտանի տուն չկա։ Նժդեհն ու Ցղունին հարևան փոքր գյուղեր են։ Բնակիչներն անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում։ Երկու գյուղերի երեխաները Նժդեհի դպրոցում են սովորում։ 10 աշակերտ կա, 5-ը Վիոլետայի երեխաներն են։ Երեխաները, որ շատանում են, բոլոր տեղել այդպես է, կյանքը աշխուժանում է, նվերներն են շատանում, նոր տարվա կուլոգներն են շատանում, միջոցառումներն են շատանում, այտենց է կյանքը։ Բայց կմնա։ Մի մասը կմնա, մի մասը կգնա։ Երկհարկանի դպրոցի առաջին հարկը քանդված անգույն ու անշունչ է։ Երկրորդ հարկում դասարաններն են, պատուհաններին երեխաների աշխատանքները։ Ես 10, Նոնա 8, Նարեկ 3։ Արմենը 4-րդ դասարանում է սովորում։ Մոր աջ ձեռքն է։ Երազանքը 20 համարի հեծանիվ ունենալն է։
իմ տարիքի երեխան խաղում է, լողանում է ու երեկոյանն էլ գալիս է քնում է, բայց ես տես չեմ։ Հելնում եմ բաղերից խնձոր եմ քաղում։ Մաման որ դուրսներ է լնում, իր ախմոր արած հացը թխում է, լավ թխում է։ Գյուղապետի խոսքով Նժդեհում խմելու ջրի հարցը 50%-ով լուծված է։ Վիոլետայի ընտանիքը սակայն մյուս 50-ի մեջ է։ Սաղ օր ես ջուր եմ տանում, որ մաման համ լվաց քանի, համ ջուր, համ էլ ջայ շեփի, որ մենք ուտենք։ Հեսա մամայի հետ գալու եմ, որ ես ղազանը տանեմ տուն։ Այս տունը Վիոլետայի ընտանիքին Հայ օգնության ֆոնդն է տրամադրել։ Պետության տված 10 միլիոնանոց սերտիֆիկատով էլ Սիսիան քաղաքում են տուն գնել։ Աշխատել եմ, երբեք հույսս չեմ դրել աջակցության վրա ու չեմ էլ դնում մինչև հիմա։ Մարդ ա եղել, որ ասենք կանչել է կարտոֆիլ ցանելու, ուրակ անելու, քանդելու, հավաքելու, խոտ անգամ հավաքելու, չեմ զլացել ու չեմ էլ զլանում մինչև հիմա։ Վիոլետային գյուղում պահողը անասնապահությունն է, 4 կով ունի։ Հիմնական ապրուստը միսն է, կաթը, պանիրը, կարագը։ Վաճառում ընտանիքը պահում է։ Շուտ։ Ես նարի, որ ես ասնեմ։ Իրա։ Ես Արտուրս Արմենս ենք անում ամբողջ գոմի մեր գործը։ Ամուսինս հիվանդ է, հեսա ինչքան վաղտը։ Նպատակներս ենա, որ ֆերմա աշխատացնենք, գոնե մի տուն էլ առնենք, կամ Սիսիան կամ Երևան, Աստված հաջողություն տա, խաղաղություն տա, տեսնանք ոնց կլինի։ Վիոլետայի ամուսինը Հրաչիկ Պողոսյանը մահացավ նկարահանումներից հետո 2025 թվականի փետրվարի 4-ին։ Հիմա Վիոլետան 9 երեխաների միայնակ մայր է։